Շենիկ համայնքի ղեկավար Կորյուն Մինասյանի ուրախությանը չափ ու սահման չկա։ Կապույտ վառելիքը վերջապես շենիկ էլ հասավ։ Գյուղապետն ասում է, ամեն ինչ հիմա իր տեղն ընկավ։ 10 կիլոմետրը գալիս է Բարամյա շրջկենտրոնից, նախկին շրջկենտրոնից 90%-անոց գազավկացման աշխատանքները ավարտված են համայնքում։ Մանկապարտեզում միայն երեխաների ննջասենյակն է տաք։ Դաստիարակ Դանիելյանը հենց սա է շեշտում։ Շատերն իրենց երեխաների մանկապարտեզ կբերեն, եթե ջեռուցում լինի։ Գազը լինելուց հետո մանկապարտեզը ջեռուցվելու է եւ բոլոր երեխաներն են հաճախելու մանկապարտեզ։ Կորյուն Մինասյանը խոստանում է, ամեն ինչ անելու է, որ համայնք մտնող գազատարի առաջին խողովակը հենց մանկապարտեզ հասնի, որպեսզի երեխաների ննջասենյակը միշտ ջեռուցվի։ Ամեն օր փետ ենք ջարդում, սես վառում ենք բեշկը։ Իսկ հիմի արդեն էլ փրկվանք, վերջ։ Վերջ Աթարին ու Փայտի վառարանին։ Արմավիրի մարզի Շենիկ համայնքի բնակիչները չէին էլ պատկերացնի, որ մի օր կապույտ վառելիքը իրենց համայնք կհասնի։ Եվս մի քանի օր եւ Շենիկցին մի բաժակ սուրճ, ճաշ եփելու կոմպոտ պատրաստելու համար ստիպված չի լինի Աթար ու Փայտ ճարել, վառարան վառել։ Պակասություն չենք ունենա, դե որ գազ ունենանք, էլ չենք նայի բալոններին, երբ կլնի, երբ կլծենք։ Միշտ գալով են կարանք հյուրասիրենք։ Խողովակաշարը Շենիկ հասցնելու զուգահեռ արագ նորոգվում է համայնքի մշակույթի տունը։ Երկար տարիներ չջեռուցվելու պատճառով խոնավությունից վնասվել են պատերն ու որմնանկարները։ Գյուղ մտնող գազախողովակից մի երակ էլ մշակույթի տուն կհասնի։ Մոտ 50 միլիոնի ներդրում է կատարվել մշակույթի տան վրա, կատարում են նորոգման աշխատանքներ եւ ես հույսով եմ, որ հետագայում այդ նորոգումների հետ կապված գումարներ կհատկացվեն եւ մենք կունենանք բարեկեցիկ նորոգված մշակույթի օջախ։ Լրիվ նոր գրականություն է, այն նոր գրականությունը էս էլ նորեմբեր է։ Շենիկի գրադարանում նույնպես աշուն է, ցուրտ ու խոնավ։ Տիկին Նվարդն է գրադարանին տաք օդ ու ջերմություն տվողը։ Նա ամեն օր գրադարան կգա, դուռը կբացի, որպեսզի դրսի տաք օդը մի քիչ էլ ընթերցասրահ լցվի։ Նախքան գազը գյուղապետարանը կջերմացնի։ Եթե ջեռուցվի, շատ լավ կլինի, երեխաներն էլ կգան, մեծահասակներն էլ կգան։ Աշխատող ու արտադրող են շենիկցիները։ Գյուղապետն ասում է, որ համայնքում ներդրումների ու արտադրություն հիմնելու համար գազն էր միայն պակասում։ Կապույտ վառելիքի խնդիրը շուտով կլուծվի։ Շենիկն էլ կդառնա մարզի արտադրական կենտրոններից մեկը։ Նայիրի Մուրադյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։